Հարգելի ավականներ, հարգելի կոլեգյաներ, մեր հերթական ավականում լիստն է, 9-րդ հերթական թվով մասնագիծ են 7 ավականի, որոնը ապահովված է, սկսենք մեր ավականում լիստը։ Ես ներկայացնեմ օրակարգը, օրակարգում ինչ հարցեր ունենք մենք։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոս համայնքի սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, օգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, հողերի նվատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, հողերի գործարանական նշանակություն, հողերից աջուստով հողամաս օտարման մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին։ Երկրորդ հարցը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոս համայնքի համայնքային և ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելու մասին։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոս համայնքի 2020 թվականի բյուջեով նախատեսված այլ նպաստներ բյուջեից 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոս համայնքի թվով 11 բնակիչների միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին։ Մյուս հարցը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոս համայնքի ավականը 2019 թվականի դեկտեմբերի 13-ի 69-ին որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Օրակարգը հաստատենք, եթե համանունի օրակարգը հաստատենք։ Թվորն ապահովված է, հաստատված է։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոս համայնքի սեփականության հանդիսացող արդյունաբերության, ընդերք օգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործարանական նշանակության, հողերից աջուստով հողամաս օտարման մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին զեկուցող Հակոբյան Կարապետ։ Ձեր քննարկումից տեսանելի չեք երևի։ Ձեր քննարկմանն են ներկայացնում որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոս համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերական ընդերք օգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործարանական նշանակության հողերից աջուստով հողամասի օտարման մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին։ Ուրեմն որոշման նախագիծն է ղեկավարելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի Հայաստանի Հանրապետության հողային երկրորդ և երրորդ մասերի դրույթներով և հիմք գտնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը ձեր քննարկման ներկայացնում աջուստով հողամասի մեկնարկային գինն ու պայմանները համաձայն հավելվածում աջուստով օտարվող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոս համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության ընդերք օգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերից գործարանական նշանակության հողամասի մեկնարկային գինն ու պայմանները։ Ուրմենավուսերքի առաջին գրաֆայում հողամասի գտնվելու վայրն է նշած, հաստեն Աշոսի Թավշոտ բնակավայրում է գտնվում երկրորդ փողոց, C27 հաստեյում, հողամասի կատաստրային ծածկագիրը կա, քանի որ հողամասը գրանցված է, համայնքանի սեփականության հողեր, գրանցման վկայականի համարն է 08 041 0001 և 0042 ծածկագիրն է, հողամասի նկատան իրավունքների պետական գրանցման վկայականի համարն է 108 2020 08 0015 հողամասի մագերեսը կազմում է
մեգամբոշ 18 մոդալական Իսկ կարևոր դուրս հեկտար։ Հողի նվազական նշանակության նշանակությունն է, գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, օդարման նվազագն է գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցում և սպասարկման համար, քանի հարակից է գոյություն ունեցող սեփականության պատկանական ասնագումի, դրա համար սպասարկման և տարածքը անհրաժեշտ է նշել։ Հողամասի նկատմամբ սահմանափակումներ երբեք չկան, օդարման եղանակը բացարձով է, հողամասի մեկ հեկտարի կատաստրային գինը մեկ հեկտարի համար կազմում է 960,000 դրամ։ Թավշու բնակավայրի համար մեկ քառակուսի մետրը 96 դրամ է, մեկ հեկտարի կազմում է 960,000։ Հողամասը աջուկտով վաճառքային գինը կատաստրային արժեքի նկատմամբ տոկոսներով 67-րդ չփածի երկրորդի համաձայն, եթե բարձրաձեռնային բնակավայրի բարձրաձեռնային տարածքում ու մեկնարկային գինը չի կարող պատասխանել 50 տոկոսի մի դուք եք որոշում 50 տոկոսից 50 տոկոս կդնեք բարձր կդնեք Իսկ 50%-ով հաշվարկված է արժեքը, այս պահին ունեք ֆիքսված է 48 դրամ, հա, մեկ հարաբուս։ Չէ, 96 դրամ է։ 50%։ 96-ից ցածր չի։ Եթե բարձր լեռնային տարածքում է գտնվում, կատաստրային արժեքի 50% եւ ավելի։ Կատաստրային արժեքը 96 չէր։ Մեկ քառակուսի մեկ հեկտարի համար կերնի։ Հասկացա 960,000, 50%-ը 470,000 դրամ է։ Ստեղ մեկնարկային գինը կարող օգտագործել 622,000։ Չէ, մեկնարկային գինը ստեղ 55%-ն ես մոտավորապես կերեմ, բայց դուք եք որ։ Հա, կենտրոնական 55%-ի դեպքում կկազմի սկա։ 960։ Չէ, 622,135, բայց թե մեկ չէ որ որոշին դուք եք որոշում մեկնարկային գինը։ Հարցեր կան։ Ընտրի հետաքրքիր է սպասարկման տարածքնով կա գիծ, այսինքն այս 1.17-ի մեջ է, թե ինի գարանտին է։ Չէ, այս սպասարկման տարածքը հենց այդ 1.17 Այսինքն սրանից դուրս առանձին սպասարկման սեփականության պատկանող անամասնական գումիկտագի հողը չի մտնում այս չափին։ Մեկ էլ հետաքրքիր է ընդհանուր օգտագործման տարածքներից մենք խանգարողություն։ Ճանապարհ կա, չէ՞։ Հաշվի առնված է դիմացից, ուղղակի ասում եմ, դիմացից ճանապարհ կա գոյություն ունեցող, մենք այդ ճանապարհը թողել ենք 1 մետր ճանապարհից դեպի ներս։ Ճանապարհ կա նաև հետևի կողմից, նորի ճանապարհ կա, այդտեղ է 4 մետր թողել ենք, որ նախքան ճանապարհը հասնենք։ Դեպի բան է բասեյնների կողմից։ Երևի ես չեմ կարող ասել բասեյն, ինձ գուկան դիմացից։ Էդի գուրի ապշուտի որ հատվածն է, որ հատված։ Կալի։ Այն հին գոմի։ Համետը ավելի լավ գնագարավի։ Ամենավերևի կողմն։ Այդ սարի դեպի բանուց։ Լավ ախորպես թարգետել եք մարդը, անընդարկել է, դարեք տավեք թող չապարապատի։ Ուրեմն հետո խոսանք հասկանանք դեղով ինչ կարելի է։ Ես մարդը ուզում եմ մեկ համար ստարտներ կարելի հետո սպասարկման սպասարկման տարածքի։ Չէ, սպասարկման կա։ Չէ, բարձր, ուղղակի տան օգտագործման ճանապարհը։ Ես նույնիսկ դիքշապ Միանշանակ հաշվի է առնվել, այդ միանշանակ է, չի կարա հաշվի չառնվել, խոսքը մինչև մենք չտեսնենք, թե ինչի մասին է։ նույնն է, ես սպասարկում դեպի հարբի գարունը կնանք դեպի ճանապարհը։ Հարցեր ունենք թե չէ։ Խնդրում եմ քվեարկել։ Բոլորը կողմ ընդունված է։ Հաջորդ մեր հարցը։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոս Քամայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելու մասին զեկուցող Հովհաննիսյան Գևորգ։ Ներկայացումը նախագծով առաջարկվում է հաստատել մեր համայնքային ոչ առևտրային 4 կազմակերպությունների մանկապարտեզի մշակութային կենտրոնի գերադարանի օգեստի քրոջի կանոնադրությունները։ Ասեմ ինչ է խնդիրը։ Վերջի անգամ
Շինարարությունների կանոնադրությունները մենք հաստատել ենք 15 թվականին, համայնքների խոշորատումից առաջ։ Բացի այս անցած տարիների ընթացքում ԱԿ-ի իրավարության դաշտում փոփոխություններ են կատարվել։ Այս նոր հինը չեյալ համարել նորը հաստատելը կապված է դրա հետ։ Նախագծի հավելվածներում կան կանոնադրություններ, տեքստերը։ Հիմնականում պահպանվել են կանոնադրությունների մեջ օրենսդրության պահանջող պահանջները, ըստ յուրաքանչյուր հիմնարկի կողմերության ոլորտի ուղղության եւ առանձին դեպքերում նաեւ հարմարեցնել են մեր հնարավորություններին համայնքի կարիքներին։ Առաջարկում եմ շրջան համարել նախորդ կանոնադրությունը եւ հաստատել նոր տեսքան։ Փոփոխված կերերը կնասես, ինչ կերեր փոխել նախինի համար։ Եթե նոր ասկերը, նոր կերերը Այսպես էլի է, Արմեն, համեն բերեն հարմարեցնել նոր նախկինը վերամշակել նոր է ստեղծել, կերերը, ինչ կերերը օրենքին են օրենքին, հա, Ele եղավ նախատեսված էր Աշոտսկի համար, խոշորացված համայնքի համար է, ճիշտ է, ինչ է փոխվել, որ հասկանալի է փոխվել։ Լսենք Արշանյանին։ Ասեմ, օրինակ մանկապարտեզի կանոնադրության մեջ փոխվել է այն, որ առաջ աշխատողները բուժզրման պարտադիր սանգրքույկների համար գնում էին սեփական միջոցների հաշվին։ Իսկ հիմա պետությունը տրամադրում է, գործողում է ու փոխանցում է այդ գումարը, որպեսզի իրենք գնան։ Մենակ այդ կետն է փոխվում։ Մենակ դիք չէ, նաև պարտադիր լիցենզավորում է մեղծել է, որը նախկինում չի եղել։ Հիմա կրթական հաստատությունները պարտադիր լիցենզավորում է դրանց ինչ-որ դպրոցներում։ Բոլորը այսինքն պարտադրված մենք ենք։ Էլ ինչ կապված է օրենսդրական փոփոխությունները, այն գործնական ոլորտների լուրջ փոփոխություն չկա։ Ավելի շատ պարտադրանք է բերել հարմարեցնել պետական օրինագելի կանոնադրությանը։ Հաստատիկ։ Այս մասով հարցեր երևի չունենք, հա։ Ընդունում ենք ընդունված է կողմնավորված է։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոտսկ համայնքի 2020 թվականի բյուջեում նախատեսված այլ նպաստներ բյուջեի 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոտսկ համայնքի թվով 11 բնակիչների միանվագ դրամական ուղղություն տրամադրելու մասին զեկուցող Արմինե Հովհաննիսյան։ Աշոտսկի համայնքապետարան ստացվել օգնության 17 թիմում, մեկը մեծ Սեպասարից, մեկը Կարմիրավանից, մեկը Բավրա, մեկը Ղազանչից և 7 Աշոտսկից։ Ագապիկ Ապրելյան։ Ամուսինս ունի ողնաշարի խնդիր, դիմել ենք բժշկի, բժիշկը նշանակել է մի շարք հետազոտություններ, որոնք անցնելու համար չունենք անհրաժեշտ միջոցներ։ Ես և ամուսինս չենք աշխատում, ունենք 4 դուստր, բոլորն էլ ամուսնացած են։ Խնդրում եմ տրամադրել ֆինանսական աջակցություն ամուսնուս բուժման հարցերը լուծելու համար։ Ագապիկ Ապրելյանը։ Ես կխնդրեմ, եթե կարելի է, որ համայնքից է։ Անպայման։ Ագապիկ Ապրելյանը ապրում է Բավրա գյուղում, գյուղի Լինոցմունդա մայրուղի տուն 46 հասցեում, ընտանիքը բաղկացած է 2 հոգուց, Վարազդատ Ապրելյանը ամուսինն է և Ագապիկ Ապրելյանը։ Ես ասում, որ կորոնավիրուսով պայմանավորված տունայցեր չեն կատարել, ուսումնասիրություններս կատարել եմ զանգերի միջոցով։ Ագապիկ Ապրելյանի հետ զրույցում փոխանցեց, որ տունը մասամբ վերանորոգված է, տանը սահմանագույն չկա, բացակայում է, բնակարանը 3 սենյականոց է, չունեն եկամտի ոչ մի աղբյուր, զբաղվել են անասնապահությամբ, բայց հետագայում խորացած պարտքերը մարելու համար վաճառել են կովեր, այժմ ունեն 2 կով։ Երկուսն էլ ունեն ստացիոնար բուժման կարիք, Ագապիկ Ապրելյանի ոտքն է կոտրված և պետք է գնա վիրահատության և ամուսինը ողնաշարի խնդիր ունի, զանգի պահին էլ ամուսինը նոր էր վերադարձել Էջմիածնից, բուժում էր ստանում Էջմիածնից։ Ագապիկ Ապրելյանը Սեպասարից է Բավրայից։
Գոգայի Բաջանովի Ահա, լովի, Նիկոլի Ֆուրիգի ախպոш կնին։ Մարիաննա Հարությունյան։ Ապրում եմ Մեծ Սեպասարում, ունեմ 4 անչափահաս երեխա, սպասում եմ երեխային, բնակվում ենք 8 հոգով, տանն աշխատող չունենք, նպաստառում ընտանիք ենք, հորդարական ձրևների պատճառով անասնագողն ամբողջությամբ քանդվել է, անասունները մնացել են դրսում։ Ավազը գնել ենք, բայց ցեմենտի ու տանիքի ծածկի համար գումար չունենք, խնդրում ենք ձեր աջակցությունից։ Մարիաննա Հարությունյանը բնակվում է Մեծ Սեպասար 7-րդ փողոց տուն 3 հասցեում, բազմանդամ ընտանիք է, ընտանիքում սպասում է համալրում, սպասում է 5-րդ ծավալին։ Բնակարանային պայմանները բավարար են, ապրուստի միջոցները ապրում են 2 կեսաթոշակառուների թոշակով և նպաստ են ստանում։ Սևագի, Ներսիսյան, Սևագի, Նարդի Մաքսիմովսկան։ Շահարուի ընտանիքին պատկանող անասնագոմը փրվել է, վերանորոգելու համար մասամբ գնումներ կատարել են, բայց տանիքի ծածկի ու ցեմենտի համար գումար չունեն։ Մեծ Սեպասարի վարչական ղեկավարը հաստատեց, որ անասնագոմը փրվել է և մասամբ աշխատանքներ կատարել են, բայց գումար չունենալու պատճառով դադարեցված է աշխատանքները։ Անձրև չի Աշոտ Խանմայքի մենք դիմումը ստացել ենք օգոստոսին։ Աշոտ Խանմայքի ղեկավար Կարեն Մանուկյանին, Խազանչի գյուղի բնակիչ Ներսես Թովմասյանից։ Ապրում եմ որդուս հետ, երկրորդ կարգի հաշմանդամ ենք, չունենք անասուն։ Միակ եկամուտը մեր թոշակն է, որը հազիվ և տեղի է հերիքում, խնդրում եմ օգնել վառելիքով։ Ասեմ, որ մենք Ներսես Թովմասյանի դիմումին արդեն ընթացք տվել ենք, դիմել ենք Աշտիլիճ ազգային պարկ ՕԱԿ-ի տնօրինությանը Ներսես Թովմասյանին ձմռան համար վառելիքով ապահովելու խնդրանքով, տվյալ կազմակերպությունը պատրաստական է Շահարուին հատկացնել հողմատապալ և սննակոտոր ծառերի սանիտարական մաքրման հետևանքով առաջացած թափուկ ճյուղեր և չորուկ։ Ներսես Թովմասյանի ընտանիքը Ղազանչի վարչական ղեկավարի կողմից իրազեկվել է այդ մասին, սակայն մինչև 24/0/2020 թվականի դրությամբ դեռևս չի գնացել այդ թափուկ ճյուղերն ու չորուկները բերելու։ Շարմակ Խաչատուրյան Աշոտ։ Ապրում եմ միայնակ, չունեմ աշխատանք, չունեմ եկամտի ոչ մի աղբյուր, առջևում ձմեռ է, խնդրում եմ ձեր աջակցությունը վառելիք ձեռք բերելու համար։ Ես նույնպես տիկին Շարմաղին առաջարկեցի Աշտիլիջից օգտվելու վառելիքից, սակայն նա ասաց, որ քանի որ ապրում է միայնակ, տեղափոխման հետ կապված խնդիրներ ունի և չի կարող բերել այդտեղից վառելիք։ Նա ապրում է մենակ, չի աշխատում, բնակարանային պայմանները բավարար, ապրուստի միջոցները չունի եկամտի ոչ մի աղբյուր, որդին արտասահմանում, դուստրն աշխատում է Երևանում, սակայն իրեն ֆինանսապես օգնել չի կարող, որովհետև ապրում է վարձով և վաստակածը բավարարում է միայն դառոժացածել հոսալու համար։ Դանիելյան Անթարան, խնդրում եմ Աշոտ, խնդրում եմ գումարով օգնել, բուժմանս համար, ունեմ սրտի ներվոզ և ոտքի կռում և շատ այլ ցավեր, որ չեմ կարող գրել, խնդրում եմ խնդրանքս չներկալ։ Անթարան Դանիելյանը բնակվում է Աշոտում, 3-րդ թաղամաս Արաքի փողոց շենքուց բնակարան 3 հասցեում։ Ապրում է որդու, Խարսի և 2 թոռների հետ, 2 թոռներն էլ անչափահաս են։ Բնակարանային պայմանները բավարար են, ապրուստի միջոցները Դանիելյան Անթարանի ընտանիքը նպաստառու ընտանիք է և որդին աշխատում է ԱԱԲ պրոյեկտ ՍՊԸ-ում որպես բանվոր։ Ըստ Շահարուի ունեն մի շարք ֆինանսական պարտավորություններ և պարտքեր, նրանց ամսական եկամուտը չի բավականացնում, որպեսզի Շահարուն լուծի իր առողջական հարցերը, դիմել է բուժման գնալու համար։ Ինչ տարիքի է։ Մոտ 80, այո։ 1941 թվականի ծնված է։ Տիգրան Սարոյան Աշոտ։ Քանի որ ես և կինս Սիլվարդ Մատևոսյանը օնկոլոգիական հիվանդներ ենք, ներկա պահին գտնվում ենք բուժման մեջ և կանգնել ենք ֆինանսական լուրջ խնդրի առաջ, ուստի խնդրում եմ տրամադրել ֆինանսական աջակցություն։ Տիգրան Սարոյանը բնակվում է Աշոտ,
Աշոտքում առաջի փողոց երկրորդ ամսորի երրորդ շենք բնակարան 19 հասցեում ընտանիքը բաղկացած է 3 անձից, Տիգրան Սարոյանը, կինը և որդին։ Նրանց ընտանիքում աշխատում է միայն Տիգրան Սարոյանի որդին, պայմանագրային զինծառայող է։ Տիգրան Սարոյանը և կինը ունեն լուրջ հիվանդություններ, նա մեզ տրամադրել է և իր և կնոջ էպիկրիզները, երկուսն էլ օնկոլոգիական հիվանդներ են և քիմիոթերապիա են անցնում։ Բավականին ծանր վիճակում են ընկնում։ Վարոս Թորոսյան, խնդրում եմ ձեզ, քանի որ իմ սեփական ոչխարներիցս կայլը պատճառել է նյութական վնաս, 7 գլուխ ոչխար կերել է, պատճառելով 350,000 դրամի վնաս։ Խնդրում եմ հնարավորության դեպքում ցուցաբերեք որոշակի աջակցություն։ Ուրեմն Վարոս Թորոսյանը Կարմրավան գյուղում զբաղվում է անասնապահությամբ, ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող անասնակոմ։ Նա Կարմրավան գյուղի բնակիչ չէ, ընտանիքն ապրում է Գյումրիում, սակայն ամռան ամիսներին վարչական ղեկավարի փոխանցմամբ փաստացի բնակվում են Կարմրավանում։ Վարոս Թորոսյանին պատկանող 7 ոչխար կայլը կերել է, նա դիմել է Աշոտի համայնքապետարան հնարավոր աջակցության խնդրանքով։ Ըստ վարչական ղեկավարի Վարոս Թորոսյանն ավելի քան 15 տարի Կարմրավան գյուղում զբաղվում է անասնապահությամբ։ Ծովինար Սահակյան, Աշոտ, շատ կարճ ու կոնկրետ է Ծովինար Սահակյանը դիմումը շարադրել, խնդրում եմ աջակցել ձմռան վառելիքի գնման հարցում։ Ծովինար Սահակյանը ապրում է առաջարկել եք այդ արկի պարգի արելայնի տարբերակը։ Որովհետև ես չեմ տեսել իրան անձամբ դիմումից փոխանցել, հետո վերցրեք հաստատում եք։ Կոնտակտային տվյալներ չկա, հաստատելու համար առաջարկեք տարբերակ, եթե արելայնի այս տարի կուզենայի անդրադառնալ քանի անաբով ընտանիքներ էին տրամադրել։ Մոտավորապես 20 մոտավոր թիվերը։ Ծովինար Սահակյանը ապրում է միայնակ, աշխատում է Աղբակրեցի դակտիլոկոլ բանկի Աշոտ մասնաճյուղում որպես տնտեսական նորմալի աշխատող։ Սննդապահովման վիճակը բավարար է, առողջապահական լուրջ խնդիրներ չունի, ունի աշխատանք, բայց այս շահառուհին չի կարող լուծել ձմռան վառելիքի հարցը, դիմել է խնդրանքով։ Անահիտ Թամարյան, Աշոտսկ, քանի որ ապրում եմ սոցիալապես վատ պայմաններում, թոշակառու եմ, խնամքից տակ իմ 2 անչափահաս թոռնիկներս ընտանիքում աշխատող չունեն։ Խնդրում եմ ձեր ֆինանսական աջակցությունը թոռնիկներիս դպրոց ճանապարհելու համար։ Անահիտ Թամարյանը, Աշոտսկ, 3-րդ թաղամաս, 3-րդ փողոց, 4-րդ շենք, բնակարան 7 հասցեում է բնակվում, ապրում է աղջկա, թոռան և 2 անչափահաս թոռների հետ։ Բնակարանի պայմանները նորմալ են, սանիտարագիգենիկ վիճակը նորմալ է, բայց ընտանիքում աշխատող չկա ու եկամուտի աղբյուրը միայն տիկին Անահիտի կենսաթոշակը և թղթեր հաշմանդամության թոշակը։ Անահիտ Թամարյանի խնամքի տակ են 2 անչափահաս թոռնիկներ, արդեն երկար տարիներ նա խնամում է թոռներին, լուծում նրանց կրթական, առողջական, սննդապահովման և այլ սոցիալական հարցեր։ Չնայած տարիքին ձգտում է աշխատել երեխաներին պահելու համար։ Առողջական խնդիրներ ունեն և շահառուն, և դուստրը, ով հաշմանդամ է։ Ռոզա Խաչատրյան, Աշոտսկ, մայրս 95 տարեկան է, անկողնային հիվանդ, ես չեմ աշխատում, նպաստ չեմ ստանում, չունեմ եկամուտի ոչ մի աղբյուր, բացի մամայիս թոշակից, որը բավականացնում է միայն դեղի և կոմունալ վճարների համար։ Սնունդը հիմնականում գնում եմ պարտքով, խնդրում եմ ձեր ֆինանսական աջակցությունը։ Ռոզա Խաչատրյանն էլ Աշոտսկի բնակիչ է, բնակվում է 3-րդ թաղամաս, 6-րդ փողոց, շենք 2, բնակարան 3 հասցեում, ապրում է 95 տարեկան մայրիկի հետ։ Նա չի աշխատում, որովհետև չի կարող աշխատել մորը խնամելու պատճառով անությամբ։ Շահառուն ապրում է բավարար սոցիալական պայմաններում, ամսվա սննդի պաշարը գնում է պարտքով, հետո մաս մարում մոր կենսաթոշակով։ Կոմունալ վճարների, հիվանդ մոր համար տեղորայքի կենսական նշանակության այլ հարցերի համար միայն մոր կենսաթոշակը բավարար։ Ալիսա Վաղաշյան, Աշոտսկ, պարոն Մանուկյան, հայտնում եմ ձեզ, որ ես միայնակ կենսաթոշակառու եմ, երեխաներ չունեմ, հողատարածք չունեմ անասուններ։ Ձմռան համար վառարան չունեմ, ձմեռը Աշոտսկում երկար է տևում, կենսապահովման միջոցները շատ սուղ են, խնդրում եմ հնարավորության սահմաններում ինձ տրամադրեք գումար վառարան գնելու համար։
Ալիս Աղաղաշյանն ապրում է Աշոս գյուղի առաջի փողոց 2-րդ անցուղի շենքերով բնակարան 11 հաստեյում, բնակարան իրենց սեփականության իրավունքով չի պատկանում։ Բնակարանում բացակայում է սահմանագիծը, չկան նորմալ պայմաններ, գույք, մշտական ջուր, անգամ էլեկտրաէներգիա։ Ապրում է միայնակ, եկամտի աղբյուր է կենսաթոշակը և սոցիալական նպաստը, ամուսնացած չէ, չունի ժառանգներ, ծննդաբերման վիճակը բավարար է, լուրջ առողջական խնդիրներ չունի։ Ալիս Աղաղաշյանն ապրում է միայնակ, սեփականության իրավունքով իրեն չպատկանող տանը, չունի ժառանգներ, շահառուին անհրաժեշտ է վարարան, ձմռան վարելիքի համար Աշոտի համայնքապետարանը դիմել է արտադրության պարտուղակի, նրան ձնակոտորը հողմատապակ ծառերի սանիտարական մաքրման հետևանքով առաջացած թափուր ճյուղերը չորուք հատկացնելու նպատակով։ Կազմակերպությունը պատրաստական է լուծելու նաև տեղափոխման հարցը, սակայն շահառուն հրաժարվեց օգնությունից, պատճառաբանելով, որ ձմռանն իր համար դժվար կլինի ջուր վառելը։ Ալիս Աղաղաշյանի բնակարանային, սանիտարական, կոմունալ կենցաղային պայմաններն անգամ բավարար մակարդակի չեն ապրելու համար։ Ասեմ, որ ինքը հրաժարվել է, որովհետև պատճառաբանեց նաև, որ ինքը իրացումբան վարելիքի հարցը լուծել է իր կենսաթոշակը խնայելու հաշվին, ծննդաբերման վարելիքի հարցը լուծել է։ Ավարտեցեք, Հովհաննիսյան։ Հանձնաժողովի կողմից նշված է գումարները, դուք տեղեկացված եք, եթե կա հարցեր կամ առարկություններ, հարցեր կա։ Ես խնդրում եմ քվեարկել։ Մեկ դեմ։ Լավ, ընդհանուր ընդունված է, դեմ չկա, ուշացումով։ Հաջորդ օրապաշտը։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոս համայնքի ավականու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի 69 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին զեկուցող Հարությունյան։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոս համայնքի ավականու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի համար 69 այն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշում ենք, ուզում ենք նախագծել ենք, որ փոփոխություն կատարենք եկամտային մասում, քանի որ Հայաստանի համայնքների ֆինանսիստների միությունը ներդրում մեր ընդհանուր ծրագիր է կազմել 1.590.000 դրամի, ինչ կդի ներդրումը գումար կդի փոխարցի մեզի 1.297.500 դրամ, դրամաշնորհ կտա։ Ու ծախս պտի կատարենք, այդ գումարը պտի ինչերին պտի տրամադրենք, զբոսաշրջիկներին, չէ, զբոսաշրջիկներին հանգստատեղ ծրագիրը ներկայացվել է, հաստատվել է, ավականով անցել է ծրագիրը, ծրագրից ավականին տեղյակ է։ Այդ որոշումը, ինչ որոշում, այդ 63-ին որոշումը ո՞րն է։ 69-ին որոշումը։ Այդ հա, հենց կոնկրետ որոշումը մասին։ Մեր բյուջեն է, կազմած բյուջեի որոշումն է, բյուջեի մեջ փոփոխություններ պիտի կատարենք։ Եկամտային մասում էլ պիտի ավելացնենք այդ դրամաշնորհի գումարը ու ծախսային մասում պիտի ավելացնենք։ Այսինքն չկախատեսված ծախս է ունեցել։ Չէ, էսի չէ։ Քննարկված բանտազապան։ Նախորդ նիստին մենք բայց այդ բանը կուզենք ծրագիր հետ բան անկարգում Հա, այդ ծրագիրն եք հաստատել։ Այդ տեղեկացված է, իսկ ֆինանսական ճիշտ բյուջե կազմելու համար մենք մեր եկամուտներն ենք ավելացել են, նաև ծախսերը, որ նոր ավականով հունվարին երբ որ հաստատել ենք, եկամտային մաս ինչով կարողացնենք։ Դրամաշնորհ է 1.590.000 ծրագրից մենակ 290.000-ը դի մենք ներդրում ենք մեր բյուջեից 1.297.500-ն է ինքնից դա։ Գումարը դիտա ֆինանսիստների մենք որ եկամտային մասում համապատասխան հաշիվ ենք բացել, որ գումարը իրար կարողանան նստեցնել։ Դրա համար դի պլան տան։ Բյուջեի մեջ փոփոխություններ համաձայնիկ։ Եվ եկամուտ ավելն է եւ ծախս։ Թվորում։ Ընդունված է, հարգելի ավականի, շնորհակալություն մեր ավականունից նավաճեցին, հաջողություն,